Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Ինքը նախարարն է հայտարարել տարվա սկզբին տված մեծասուլիսում։ Պապիկյանը նաև խոսել է ռազմական ծախսերից, պարզվում է պաշտպանությանը տրամադրվող ծախսերը չեն նվազել, ավելացել են 2018-ի համեմատ 1 միլիարդ 100 միլիոնով։ 2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ 2025-ին թիվը եռապատկվել է։ Վերջին մեկ տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե աննեղության կախավարկածը հաշվի առնելով ես չեմ կարող դա տարածել նաեւ հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա իգիտությունն է շատ սիրելի պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր ունեն զավակներ ոչ իրենց կամքով գուցե անառողջ են, առողջություն բոլորին, բայց նաեւ կա որոշակի սեգմենտ, որ վստահ են, որ իրական հիվանդության հետ ոչ մի աղերս չունի։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի։ Սա ձեր պրոբլեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ։ Խնդրում եմ այս հարցում մեզ օգնեք։ Հարկադրաբար են գնում Փաշինյանի պատարակներին, լրագրողի հարցը անպատասխան է թողել Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, մի քանի հարց ունեմ, կարելի է։ Ստիպված եք մարդկանց այդպես հարկադրաբար տանում պատարակներին մասնակցեն։ 3-6-ի օրինակը տեսանք։ Փոխարենը վարչապետը սոցցանցում ամփոփել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Հույդա Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով ընդդիմադիր ուժերը պետք է մոռանան ամբիցիաները եւ ձևավորեն առնվազն 3 ազդեցիկ քաղաքական բլոկ։ Առաջինը բանակցելու են Հայաստան դաշինքի հետ։ Սաղաթելյանը նաեւ պատասխանել է հարցին, թե ինչի վրա են ծախսել տարեվերջին ստացված 3 միլիոն դրամ պարգևավճարը։ Հայաստան խմբակցության падգամավորները այդ գումարները ուղղել են տարբեր սոցիալական ծրագրերի։ Դրանից առաջ մյուս բոլոր դեպքերում եւս այդպես է եղել են դեպքեր, երբ որ ամբողջ խմբակցությունը գումարը հավաքել է, ուղարկել է որևէ կոնկրետ հիմնադրամի փոխանցել կամ բարեգործական ծրագրի, այս անգամ ավելի ազատ ենք թողել падգամավորներին յուրաքանչյուրը անհատական մոտեցումներով այդ հարցը լուծել։ Եվ բոլորը գնացել են այդ ճանապարհով։ Խոշոր Վթար Խանջյան փողոցում ավտովթարի հետևանքով 6 մարդ հետ ուժել 3 երեխա։ Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, բախվել է 4 մեքենա, հարուցվել է քրեական վարույթ։
Զանգեզուրի միջանցքը կգործարկվի մինչև 2030-ը հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։ Թուրքիան անցյալ տարվանից սկսել է Կars-Իգդիր Արալակ Դիլուջու երկաթգծի շինարարությունը, Ադրբեջանն էլ Նախիջևանի հատվածում է աշխատանքներ կատարում։ Իրանում բողոքի ցույցի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել։ Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը, պնդելով, թե ահաբեկիչներն են մեղավոր քաղաքացիական անձանց եւ անվտանգության աշխատակիցների սպանություններում։ Ավելի վաղ նույնը հայտարարել էր նաեւ արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում։ Հիսուս Քրիստոսի արձանի ազգային նախագծի թեման դուրս է գալիս մեր երկրի սահմաններից, հայտնվելով համաշխարհային աստղերի, հասարակական գործիչների, միլիոնավոր հետևորդներ ունեցող ինֆլուենսերների ուշադրության կենտրոնում։ Այսպիսով աշխարհին ներկայանալու խորհրդանիշի գաղափարը, որն ի սկզբանե դրված է եղել նախագծի հիմքում, կյանքի է կոչվում։ Այս անգամ էլ իր էջում արձանի մասին է պատմում Instagram-ում 1.5 միլիոն հետևորդ ունեցող Լուիզա Ավթանդիլյանը։ Христос поднимается над Арменией не как защита, а как последний вопрос. Ты еще народ или просто люди, живущие рядом? Самый высокий памятник Христу в мире не спасет нас, если внутри пусто. Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է հունվարի 4-ին հայ առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո ըստ որոշ տեղեկությունների Փաշինյան անձամբ է լծվել իր պատկերացրած եկեղեցու կանոնադրությունը գրելու գործին, որի մասին դեպ նշված է հրապարակած քայլերում այն է ընդունել նոր կանոնադրություն։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր գրանցման։ Նույն աղբյուրը գրում է հայ առաքելական եկեղեցու բարենորոգման եւ այդ նպատակով համակարգող խորհուրդ ձևավորելու մասին հայտարարությունից օրեր անց մի քանի քահանաներ հայտարարեցին բարենորոգման ծրագրին միանալու մասին, խոսքը մոտ 2 տասնյակ քահանաների մասին է, որոնց մեծ մասը գործունեություն է ծավալում Փաշինյանին միացած 10 տիրադավների առաջնորդած թեմերում։ Այս պահի դրությամբ նրանցից 8-ը Արարատյաց թեմից է, որի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը եւս դեմ է դուրս եկել Գարեգին երկրորդին։ Մեզ պատմեցին, որ այդուհանդերձ տիրադավներն ու հակաեկեղեցական արշավին միացած քահանաներն ինքնական որոշումներ չեն ընդունել։ Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո գործի են անցել իրավապահները, ում դեմ կարողացել են կոմպրոմատ գտնել, դրանով են ծնկի բերել, իսկ մյուսներին սոցիալական եւ ֆինանսական երաշխիքներ են տվել, որ պետությունը կհոգա նրանց վարձատրության հարցը, անգամ բնակարանների մասին խոստումներ են տվել, փորձելով նյութական շահագրգռությամբ իրենց կողմ բերել։ Եկեղեցին ներսից քանդելու գործընթացն ու նման բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն վերջին օրերին կարծես նոր միացողներ չկան։ Հրապարակում կարդում ենք Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք, նա մասնակցում էր Սուրբ Ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական ուխտերթին, որից օրեր անց Արցախի ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։ Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, Հայաստանում տևական ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալն էր, իսկ վերջերս պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթով պայմանավորված պետի պարտականությունները կասեցվել են։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի թաքցրել այդ մասին, սակայն ուխտերթին մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաև ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։ Եթե նախկինում նման բան լիներ եւ ապա քաղաքական կառույցի ներկայացուցիչները մասնակցեին քաղաքական ղեկավարի կազմակերպած հավաքին, ապա տիեզերական մասշտաբի վայնասուն կբարձրացնեին։ Ժողովուրդը գրում է ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու առիթով հարուցված քրեական գործը ճառերի փուլ է մտել։ Մեղադրող դատախազը ասել է, իր ճառը սպասում են Մովսես Հակոբյանի պաշտպանական կողմը եւս ասի իր ճառը եւ դատարանը գնա որոշում կայացնելու։ 4 տարի է դատարանը քննում է Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առիթով հարուցված քրեական գործը եւ որոշումը դեռ չկա։ Կիմ Չեն Ընը փոխել է անվտանգության աշխատակազմի ղեկավարներին, թե ինչ սկզբունքով հայտնի չէ։ 2024-ին միայն հաղորդվել էր, որ անվտանգության ապահովման մակարդակը բարձրացվել է ելնելով որոշ մտահոգություններից։
Մոր հուղարկավորության ժամանակ սպանել են ֆրանսիական Այաչո ակումբի նախկին նախագահին, սգո արարողության ժամանակ հրազենով կրակել են նրա վրա։ Ալեն Օրսոնը 71 տարեկան էր, մահացել է արձակված մեկ փամփուշտից։ Լոս Անջելեսում քաղաքացին տանից վռնդել է արջին, որն այնտեղ 37 օր առանց նեղություն քաշելու ապրել է։ Ամերիկացին կենդանուն դեռ նոյեմբերին էր նկատել եւ դիմել պատկան մարմիններին, տեսնելով, որ խնդիրը չի լուծվում, նա արջին տանից հանել է հրացանի օգնությամբ։ Կենդանին ցանկացել է հետ վերադառնալ, սակայն կանգնելով էլեկտրական խալու վրա փախել է։ Դահուկա սաղք ժայթքած Էտնա հրաբխի շուրջ կադրերն ուղակի ապշեցնում են։ Նորվեգիայում բևեռափայլի ժամանակ մեծ երկնակար է այրվել։ Ահա կադրերը։ Եվ եղանակ նոր ցիկլոն է գալիս, ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում են առատ տեղումներ, գիշերվանից հանրապետության բոլոր ավտոճանապարհներին կլինի մերկասառույց, պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ անկմամբ։ Հետևեք Անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։